Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյանց։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, ձեր կուսակցության համագումարով որոշեցիք ընտրություններին մասնակցել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջ քաշած առաջարկ Հայաստանին ծրագրով, ինչու՞։ Դա շատ կանխատեսելի որոշում էր, կարծում եմ, գոնե մեր կուսակցության մասով, շատ բաց, թափանցիկ, առանց տողատակերի, մեր ստեղծման հիմնադրման օրից դուք գիտեք, որ մենք Բարգավաճ Հայաստանի հետ ունենք ինստիտուցիոնալ համագործակցություն։ Մենք թիմ ընտրությունների գերակշիռ մասին 2021-26 թվականներին միասին ենք մասնակցել կամ կուսակցությունից մեկի դեմքով, կամ դաշինքով, ու մի շարք տեղերում էլ իդեպ հաջողել ենք։ Սա մեկ։ Երկրորդը, ես իսկապես համարում եմ, որ առաջարկ Հայաստանի ծրագիրը ամենաներառականն է, եւ ունեմ ներքին վստահություն, որ այդ կոնսոլիդացիոն կենտրոնը կարող է նույնիսկ առանցքայինը դառնալ ընդդիմադիր դաշտում։ Այդպիսի ներքին վստահություն էլ ունեմ, եւ երրորդը, այստեղ շատ մեծ դեր ունի նաեւ Գագիկ Ծառուկյանի անձը, ինձ համար, դա այդտեղ արդեն ընկալումները սուբյեկտիվ են, բայց ինձ համար ինքը քաղաքական եղած առաջնորդների մեջ ամենաարժանահավատն է իր անցած փուլով, նաև մենք հարաբերությունների պատմություն ունենք, ինչ իմ համար գնահատելի է։ Պարոն Սուրենյանց, բաժանումը ինչպես է լինելու, օրինակ առաջին համարը ԲՀԿ, երկրորդը օրինակ ձեզանից, երրորդը Մայր Հայաստանից, ունեք արդեն Ցուցակ չի քննարկվել, ակնհայտ է երկու բան։ Մենք գնալու ենք ոչ թե դաշինքային ֆորմատով, այլ Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրացուցակով, եւ երկրորդ ակնհայտ բանն այն է, որ ցուցակը գլխավորելու է պարոն Ծառուկյանը։ Մնացած հարցերը ԲՀԿ համագումար է նախապատրաստվում, ինչքանով ես տեղյակ եմ, մարտի վերջ, ապրիլի սկիզբ, մինչև այդ փուլը ժամանակ ունենք, մնացած բոլոր հարցերը կքննարկվեն։ Եվ պարոն Ծառուկյանը չի լինելու վարչապետի թեկնածուն, այդ դեպքում ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Պարոն Ծառուկյանը ինքը ասաց, որ անգամ 3 թեկնածու ունի, եթե պատեհություն ու անհրաժեշտություն տեսնի, ինքը դրա մասին կբարձրացնի, ես կոռեկտ չեմ էլ համարում ենթադրություններ կամ կանխատեսումներ անել։ Այսինքն դեմոկրատական այլընտրանքը, Մայր Հայաստանը իրավասություն չունեն այդ հարցի քննարկմանը մասնակցելու, որոշում կայացնելու, դա Գագիկ Ծառուկյանին վերապահված անձեռնամխելի հարց է։ Ես նման բան չասեցի։ Բնականաբար ինչ-որ հարց առաջին հերթին պարոն Ծառուկյանը գործընկերների հետ կքննարկի, բայց երբ հարմար գտնի մտադրությունները բարձրաձայնել, շատ տրամաբանական կլինի հենց իր կողմից հնչեցվի այդ հարցի պատասխանը։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ շատ տրամաբանական է, մանավանդ հայկական միջավայրում, որ ցուցակների առաջին համարները, դա բոլոր կուսակցություններում է այդպես, ցուցակի մյուս համարների համեմատ շատ ավելի մեծ իրավունքներ ունեն որոշումների կայացման հարցում եւ տարբեր հարցերում։ Դա միայն Բարգավաճ Հայաստանում կամ Գագիկ Ծառուկյանի թիմում չի այդպես։ Ցանկացած կուսակցություն դիտարկեք կամ դաշինք, որ հիմա մասնակցում ընտրություններին, ցանկացած տեղել ցուցակը առաջնորդողի, այսինքն այդ դաշինքի կամ կուսակցության լիդերի կարծիքը կամ թիմի լիդերի կարծիքը առանցքային նշանակություն ունի։ Իհարկե դա չի նշանակում, որ թիմակիցների հետ չի քննարկվում։ Հիմա ԿՊ-ն օլիգարխներին թույլ չի տալու, ինչպես իրենք են ասում, Նիկոլ Փաշինյանի ելույթը լսել եք, ենթադրում եմ, որ նրանք ջախջախիչ պարտություն են կրելու։ Հիմա դուք միացել եք մի թիմի, որն ըստ ԿՊԱ-կանի օլիգարխ է եւ պարտության եք գնալու։ Ինչու եք միացել։ Ես ինչ գիտեմ ԿՊ-ն, տեսեք, դուք շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Նախ սկսենք նրանից, որ տարրական գրագիտություն է պետք հասկանալու համար, որ օրինակ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չի։ Օլիգարխը շատ կոնկրետ սահմանում է, դա իշխանության եւ բիզնեսի սերտաճումն է,
Նորում շատ կոնկրետ դրսևորումներով։ Եվ հետևաբար, երբ նրանք օլիգարխ բառը գործածում են, կամ դասական անգրագիտության հետ գործ ունեն, կամ առնվազն լեգիտիմ իրավունք ունեն մտածելու, որ գուցե Ծառուկյանին նկատի չունեն։ Սա մեկ։ Երկրորդը, եթե այնուամենայնիվ նկատի ունենանք, որ ԿՊ-ն կամ Նիկոլ Փաշինյանը, որտեվ ինքն է, չէ, հնչեցրել կարծեմ հենց այդ միտքը, նկատի ունի դիմադիր այդ հայտնի կամ առանցքային երեք ուժերին ու նրանց ղեկավարներին, ես պիտի մեծ ցավով արձանագրեմ, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները ժողովրդավարության մրցակցային ընտրությունների գաղափարի հետ կապ չունեն եւ ռեպրեսիվ ավտորիտար մտածողության բացարձակ դրսևորում են։ Տեսեք, անկախ նրանից անգրագիտությունա թե հենց կոնկրետ մարկանց Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, ակնհայտ է մի բան, նրա պնդումը չի հիմնվում սոցիոլոգիայի վրա։ Այ եթե ձեր ակնարկած մարկանց է նկատի ունի Փաշինյանը, այդ թվում մեզ, ակնհայտորեն իր պնդումը փաստական կամ սոցիոլոգիական հիմք չունի, որտեղ իր նշած 3 սուբյեկտերն են ընտրություններից հետո քաղաքական դաշտում առնվազն առանցքային դեր են կատարելու, եթե չասեմ, գուցե որոշիչ մասնակցություն ունենան նույնիսկ իշխանության ձևավորման մեջ։ Հետևաբար, եթե գործադիր իշխանության ղեկավարի որևէ պնդում փաստական կամ մասնագիտական հիմնավորում չի ունենում, դրանից բացահայտ ավտորիտարիզմի հոտ է փչում, որտեվ ենթադրում եմ, որ դա կարող է պատվել լինել ընտրական մարմիններին, ընտրությունները կազմակերպող մարմիններին, իրավապահ մարմիններին, չգիտեմ, տարբեր պետական մարմինների ռեպրեսիվ մեքենան գործի դնելու համար։ Պարզ Իսկ ինչ վերաբերում է ինձ, իմ վաղուց չափած է, ես երկրում 2 անգամ կալանավոր եմ եղել, այտենց ռեպրեսիվ հայտարարությունները դժվար թե ինձ վախեցնեն։ Պարոն Սուրենյանց, հիմա Ծառուկյանի այս նախագիծը, պրոյեկտը, եթե հաղթի ընտրություններում, ԲՀԿ-ն եթե հաղթի, ստացվում է, որ բիզնեսը եւ քաղաքականությունը, ինչքան էլ պարոն Ծառուկյանը չհավակնի վարչապետի պաշտոնին, ինչպես դուք ասեցիք, սերտաճում են։ Հիմա ստացվում է, որ մենք ունենում ենք կուսակցության ղեկավար, որի թիմը իշխանության է, եւ նա Հայաստանի ամենահարուստ մարդն է, մարդկանցից մեկն է։ Հիմա սա այսօր չի նշանակում ունենալ օլիգարխիկ իշխանություն, որովհետեւ մենք հիմա խորհրդարանական երկրում ենք, որտեղ ինչքան էլ մեր կուսակցությունները կայացած չեն, բայց կուսակցությունները կառավարման հարցում, խորհրդարանական պետություններում կառավարման հարցում լրջագույն դերակատարում ունեն։ Հիմա ձեր կուսակցության ղեկավարը լինելու է օլիգարխ։ Դա ինչպես եք այդ հարցը լուծելու։ Դուք այդ նույն պնդումը կանեք օրինակ Թրամփի մասին։ Ինչ տարբերություն։ Հիմա դուք մի հատ բան եք ասում, որը հավասարապես օրինակ կարող է վերաբերել աշխարհի թիվ 1 գերտերության ղեկավարին։ Խոշոր գործարար է, չէ՞, Թրամփ ինքն էլ չի թաքցնում, բոլորս էլ գիտենք, գաղթի մի բան չի դա։ Բանապես Ամերիկայում համակարգերը այնպես են ձևավորված, որ դատարանները հերթով օրինակ Թրամփի այդ որոշումների մեծ մասը չեղարկում են։ Օրինակ Հələ դուք ամերիկացիներին հարցրեք, ամերիկյան գործող նախագահի քննադատները ձեզ տասնյակ հակառակ պնդումներ կանեն, որ Թրամփի իշխանության օրոք, օրինակ New York Times-ը եթե թերթեք ամեն օր, այնտեղ տասնյակ քննադատությունների կհանդիպեք, որ Թրամփը սահմանափակում է իրենց ազատությունները եւ այլն կամ ընդդիմության։ Հիմա մենք մեր երկրի մասին խոսենք։ Մենք մեր երկրի մասին խոսանք։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջարկ Հայաստանին ծրագիրը եթե տպվի, դուք այդ հարցի պատասխանը նաեւ կգտնեք, որովհետեւ ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Ծառուկյանը քաղաքական, այսինքն ձեր ասած մանդատը ձեռք բերելուց հետո, եթե ազգային ժողովում հաղթենք կամ խմբակցություն ունենանք, Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում
բիզնեսի կառավարումից ինքը կհեռանա։ Ինչպես եղել է այն փուլում, երբ որ ինքը եղել է Եկնեք, դեպի այդպես նաև պատերազմը։ ասում էր Նիկոլ Փաշինյանին իրեն եղբայր համարող Սամվել Ալեքսանյանը, իմը չէ կնոջինս է, բայց Չէ, դա ուրիշ է հավատարմագրման տար է, հարգելի Նարեկ։ հա, բայց վերջերս Օրենքով մարդն է սահմանված սեփականատերը։ Օրենքով սահման Հայաստանի Հանրապետության դա ինչ կապ ունի։ Իսկ ով է արգելել սեփականատերերին քաղաքականությամբ զբաղվել։ Աշխարհում որևէ երկիր չկա, Գուցե որևէ երկիր չկա։ օրենքը ճիշտ է, դուք օրենքին եք հղում բայց գուցե օրենքը իզորու չէ տարանջատումը դրել։ Չէ, Մենք լիք կարևորը օրենքներ մշակույթ ունենք, որ բաց ձևավորելն է։ է, Մենք ով լիք կարևորը օրենքներ ունենք, որ մշակույթ բաց է։ ձևավորելն է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք այդ մշակույթը կձևավորենք։ Այսինքն, եթե մենք հաղթանակ տանենք, հիմա շատ լավ հիշեք իմ խոսքերը, մեր հաղթանակից հետո, երբ որ դուք վերապահումներ կունենաք կամ ձեր ասած դրսևորումներին կհանդիպեք, ես պատրաստ կլինեմ ձեր բոլոր քննադատությունները կամ մտահոգությունները ընդունել։ Հիմա այս մեկը իմն եմ պնդելու, դուք ձերն եք պնդելու եւ ստուգելու հնարավորություն առայժմ չունեք։ Ամեն դեպքում դուք կարծում եք, որ պարոն Ծառուկյանը օլիգարխ չի համարվի։ Պարոն Ծառուկյանը հիմա օլիգարխ չի եւ Չէ, օլիգարխ ես չի համարվում։ ընտրություններից հետո եմ ասում, երբ որ Այո, օլիգարխ չի համարվի, կարող եք վստահ լինել։ բա ինչ կհամարվի։ Խոշոր գործարար, կուսակցության ղեկավար։ Որի Եթե քաղաքական գործունեություն այնպեսին լինի, որ քաղաքական շահերը, բիզնես շահերը այդ բախում առաջացնեն, Հայաստանի օրենսդրությունը շատ այդ առումով շատ հստակ է եւ բնականաբար բիզնեսի ուղղակի կառավարումից նա իրեն դուրս կդնի ճիշտ այնպես ինչպես падգամավոր եղած տարիներին արել է։ Դուք պարոն Սուրենյան, ձեր անձը նկատի ունեմ, ձեր ուժը միացել է մի ծրագրի, որը ԿՊԱ-կանները անվանում են Գյումրի 2։ Ժողովրդին ասում եք, որ մենք Քոչարյանի հետ գործ չունենք, Սամվել Կարապետյանի հետ գործ չունենք, մենք առաջարկ Հայաստանի ծրագրում ենք, բայց հենց անցնեք փոքր քվեներով խորհրդարան, անակնկալ կերպով կմիավորվեք եւ ժողովրդի գլխին Գյումրի 2 կբերեք։ Իսկ ով է Գյումրի 2-ի մասին խոսում։ ԿՊԱ-կանները։ Հա, ճիշտ եք։ Այդ հարցում լրիվ համակարծիք ենք։ Լավ, ինչի Գյումրի 2։ Ինչի Գյումրի 2։ Այդ մոդելը առաջին անգամ կիրառել է Տիգրան Ավինյանը կամ հենց ԿՊ-ն։ Այդ մոդելը, որի մեջ դատապարտելի որևէ բան ի դեպ չկա։ Դատապարտել չկա, բայց դուք այս գլխից ժողովրդին ասեք, ժողովրդան գիտեք, մենք եթե փոքր քվե հավաքենք, միանալու ենք Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին։ Այդ գլխից դա չեն ասում, հարգելի Նարեկ։ Ուրեմն ես որովհետեւ այդ գլխից նման որոշումը ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա ես հերթով գամ։ Ուրեմն դա Գյումրի 2 չի, այդ մոդելը Հայաստանում առաջին անգամ կիրառել է Տիգրան Ավինյանը կամ ԿՊ-ն։ Իդեպ դա բխում է պարլամենտարիզմի սկզբունքներից, կոալիցիոն կառավարության սկզբունքը։ Կրկնում եմ, դա առաջինը Երևանում է կիրառվել, հետո նոր Գյումրիում։ Սա մեկ։ Երկրորդը, Գյումրիում ոչ մի հանցագործություն տեղի չի ունեցել։ Տեղի են ունեցել բոլորի կողմից ճանաչված ընտրություններ, այդ թվում ԿՊ-ի կողմից։ Բոլորի կողմից ճանաչված ընտրություններ են տեղի ունեցել։ Ընդհակառակը Գյումրիում ժողովրդավարության մյուս սկզբունքն էլ է գործել, ներառականությունը։ Դա շատ կարևոր բան է։ Գործել է ներառականությունը։ Այսինքն շեմը հանցողիկության շեմը հաղթարած կուսակցությունի 90%-ը կամ բացի ԿՊ-ից մյուս բոլորը ընդհանուր հայտարար են ձևավորել քաղաքային իշխանություն ձևավորելու շուրջ։ Հիմա Նարեկ ջան, չի կարելի առու չթռած հոп ասել։ Առայժմ հայտնի չի այս երեք ուժերը ինչի մասին ԿՊ-ն ամբողջ օրը խոսում է, ընդհանրապես այլ ուժեր էլ եւս քանի տոկոս կստանան, ինչ հարաբերակցություն կձևավորվի։ Ոնց կարող ենք մենք այս գլխից Գյումրիի մոդելի մեխանիկական կիրարկման հավանականության մասին խոսել, երբ ընտրությունների արդյունքները պարզ չեն։ Մենք ինչ իմանանք, ուրեմն երբ որ դասա մենք չենք խափում, մենք ասում ենք գնում ենք հաղթելու։ Հիմա ներողություն, դուք ասում եք, որ
մենք ԿՊ-ի հետ կոալիցիա չենք կազմելու։ Այո։ Բայց Ինչու հիմա անկեղծ չենք։ եթե օրինակ ինչի նաև չեք ասում, նման պարզ չեք հայտարարում, որ նաև մեր համար անընդունելի է Քոչարյանի հետ Իսկ կոալիցիա ինչի պետք է մի րոպե։ ընդունելի է։ Մի րոպե, ես հիմա տես պրովոկացիոն հարցերի մեջ չեմ մտնի, Ես պրովոկացիոն հարց չեմ տալիս, ես ճշտակ հարցեր եմ ԿՊ-ի նկատմամբ վերաբերմունք ենք արտահայտում, որտեղ իշխանության կրողը ԿՊ-ն է։ Ու շատ էլ ընդունված չի, որ ընդդիմադիր ուժերը համենայն դեպս հայկական իրականության մեջ, որ միմյանց հանդեպ վերաբերմունք արտահայտեն ընտրություններից առաջ։ Մենք ընտրել ենք ընդդիմադիր գործընկերներին չթիրախավորելու քաղաքականություն, դա չի նշանակում, որ իրենց հետ ընտրական կոալիցիա ձևավորելու որոշում արդեն ունենք։ Մենք անկեղծորեն, ձեզ անկեղծորեն ասեմ, մենք անկեղծորեն այդ հարցով որևէ որոշում չունենք, որովհետև միջև էլեկտորալ պատկերը պարզ չդառնա, ոչինչ որոշել չենք կարող։ Հիմա տեսեք, պարոն Սուրենյան, ես օրինակ, որպես Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացի, օրինակի համար համակրում եմ ձեր քաղաքական ուժին ու գնում եմ ձեր խաթր, ձեզ դեմոկրատական այլընտրանք կուսակցության խաթր քվեմ տալիս եւ հետո տեսնում եմ, որ դուք գնացիք միավորվեցիք այնպիսի ուժերի, որոնց ես չէի ուզի իշխանության։ Ամբողջ աշխարհում այդպես անարել։ Հիմա ես որպես ընտրող, ես սկզբից չիմանամ, որ իմ նախընտրած ուժը Ախր սկզբից ոնց կարող է ինչ-որ մեկը բան ասի։ Երբ որ էլեկտորալ պատկերը պարզ չի, խի քրիստոնյա դեմոկրատական միության ներկայացուցիչը Գերմանիայում ի սկզբանե ասում, ասենք սոցիալ-դեմոկրատների, կանաչների կամ ինչ-որ մեկի հետ դաշինք կազմելու է, թե չէ։ Բոլոր ժողովրդավարության պայմաններում, ժողովրդավարությունների պայմաններում մարդիկ այդ հարցերին պատասխանում են էլեկտորալ պատկերի ամբողջացումից հետո։ Հիմա դուք ստիպում եք մեզ, որ այդքան ընդհանուր լինենք, այդ բոլոր ուժերով մի ցուցակ կկազմենք։ Եթե մեկ ցուցակ չենք կազմել, կնշանակի, որ մենք նաև սկզբունքային տարաձայնություններ ունենք։ Իհարկե դա չի բացառում կոալիցիայի ձևավորում, եթե ինչ-որ էլեկտորալ պատկերը բերի նման որոշման կայացման, բայց չել պարտադիր դարձնում նման կոալիցիայի ձևավորումը։ Սա ասում եմ, ստեղ պետք չի մութ սենյակում կատու փնտրել, քանի որ գիտեք բանը։ Պարոն Սուրենյանց, կներեք, հիմա ֆիքսենք, բացառում եք ԿՊ-ի հետ կոալիցիան, սա ֆիքսեցինք։ Այո։ Ուժեղ Հայաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ Իսկ ինչ եք կոալիցիան։ մենակ այդ երկու ուժերին ասում, ես ինչ Որտեղ իմանամ ինչ ուժ։ ֆավորիտներն իրենք են։ Դե ես ինչ իմանամ ինչ ուժեր կարող են անցնել։ Ընտրությունը անկանխատեսելիության եւ անորոշության շատ մեծ բաղադրիչ ունի։ Լավ, հիմա դուք իրենց հետ բացառում եք կոալիցիան, թե ոչ։ Ես ոչինչ չեմ բացառում։ Քաղաքական գործիչ իրավունք չունի որևէ բան բացառելու։ Էլեկտորալ պատկերը որ ԿՊ-ի հետ բացառում ենք, որովհետև մենք ակնհայտ ընդդիմադիր միավոր ենք եւ ԿՊ-ի քաղաքականությունը, որն արդեն տեսանելի եւ կոնկրետ դրսևորումներ ունի, համագործակցության դաշ չի թողում։ Եվ ձեր անձնական կարծիքն է հետաքրքիր, պարոն Սուրենյան, ձեզ համար օրինակ ընդունելի կլինի առաջարկ Հայաստանին ծրագրի միավորումը Քոչարյանի հետ, որի օրոք դուք երկու անգամ քաղաքական հայացքների պատճառով բանտարկվել եք։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Կրկնում եմ, համախոհության սկզբունքով միավորում տեղի ունենում նախընտրական փուլում։ Ինչպես տեսնում եք, նախընտրական փուլում նման միավորում չկա։ Ու ես դրանով բավարարված եմ, այսինքն ինչպես տեսնում եք, Քոչյանը իր թիմով առանձին ցուցակով է գնում, մենք առանձին Ես հետընտրականն եմ հարցնում։ Հետընտրականը միշտ չի, որ հետընտրական դաշինքները կամ կոալիցիաները ձևավորվում են արժեքային գաղափարական հիմքով։ Շատ քրիստոնյա դեմոկրատներ Գերմանիայում վիրավորված են իրենց զգում, երբ որ իրենց կուսակցությունը ստիպված սոցիալ-դեմոկրատների հետ է համագործակցում, որտեղ իրենք շուրջ կես դարյա եւ ավելի պատմություն ունի իրանց սուր հակամարտությունը, բայց մեկ-մեկ քաղաքականությունը այնպիսի բան է, որ մեկ-մեկ բերում է ոչ ստանդարտ լուծումների։ Բայց ես հիմա ոչ Քոչյանի անձի վրա կկենտրոնանամ, ոչ իմ անձի։
կլինի ընտրությունները, արդյունքները պարզ կլինի, ամեն ինչի մասին կարող ենք շատ բաց խոսել։ Դուք գիտեք, ի վերջո այս երկրին պետք են փոփոխություններ, թե պետք չեն։ Եվ այդ պետքը ոնց պիտի կապիտալիզացվի որպես քաղաքական արդյունք։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել, ինչպիսի պատկեր կլինի։ Ես էլ ձեզ հակառակը ասեմ։ Մյուսները Բարգավաճ Հայաստանին ու առաջարկ Հայաստանին միանալու խնդիր են ունենալու։ Դե ես վստահ եմ, որ այս միտումների շարունակման դեպքում դիմադիր դաշտի լիդերը մենք ենք լինելու։ Լավ, պարոն Սուրենյանց, ինչ եք կարծում, պետք է աջակցեք Սամվել Կարապետյանին, եթե օրինակ նրանք չկարողանան սահմանադրական մեծամասնություն ձևավորել եւ օրինակ Բարգավաճ Հայաստանի քվեների անհրաժեշտությունը լինի։ Այդ դեպքում ինչ եք կարծում, պետք է միանաք թե ոչ։ Ես այդ հարցը մեր թիմում չի քննարկվել, թիմային դիրքորոշում արտահայտելու իրավունք չունեմ։ Ես կարող եմ իմ անձնական տեսակետը արտահայտել կամ մաքսիմում մեր կուսակցության, կրկնում եմ, սա չդիտեք որպես Բարգավաճ Հայաստանի կարծիք, որովհետև թիմում ես տեղյակ չեմ, որ նման հարց է քննարկվել։ Ես միշտ ու սկզբունքորեն դեմ եմ եղել սահմանադրությունը կոնկրետ քաղաքական նպատակարարությունից ելնելով վերանայելուն։ Ես դա իրական չեմ էլ համարում, իդեպ ասեմ, դա իրական չեմ էլ համարում անկախ ուժերի հարաբերակցությունից, որովհետև դա շատ բարդ հարց է, նման բարդ հարցերը շատ մեծ կոնսենսուս են ուզում, հիմա քաղաքական խճանկարը այնպիսին է, որ նման շատ մեծ կոնսենսուս ձևավորվել չի կարող։ Բայց գուցե այդ փոփոխությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության է լինում։ Գիտեք, ես էլի եմ կրկնում, ստեղ բացառապես իմ անձնական կարծիքն եմ արտահայտում։ Ընտրական ցենզեր եւ սահմանափակումներ գոյություն ունեն բոլոր երկրներում, բոլոր։ Ուզածդ երկրում բացեք, օրինակ Միացյալ Նահանգներում դի նախագահ անպայման ծնված լինի կամ թեկնածուն այդ երկրում, ուրիշ երկրում ուրիշ սահմանափակումներ են եւ այլն եւ այլն։ Ես իրավաբան չեմ, բայց ես կարծում եմ մտավախություններ ունեք դուք այս առումով։ Սամվել Կարապետյանի մասով չի մտահոգությունս։ Նախադեպի մասին, հա, Սամվել Կարապետյանին ես համարում եմ պարկեշտ մարդ, այդ մտավախությունները չունեմ, բայց կարող ենք հիմա ստեղծել նախադեպ, որից հետո օգտվեն մարդիկ, որոնց հետ կապված այդ մտահոգությունները կարող են ունենալ։ Պարոն Սուրենյանց, եւ մեկ այլ հարց, որ այս առաջարկ Հայաստանի ԲՀԿ-ն ասոցացնում են Քոչարյանի հետ, ասում են Քոչարյանի օրոք ստեղծված ուժ է, որը կուրատիա էր անում Քոչարյանի թիմակիցներից դեռ նախագահության օրոք Արմեն Գևորգյանը, հիմա տեսնում ենք, որ Արմեն Գևորգյանն է գալիս այստեղ, մի քանի ամիս առաջ Քոչարյանի դաշինքում գտնվող Մայր Հայաստանն է միացել ձեզ, սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Ուրեմն Քոչարյանի վերահսկողություն այս ուժի նկատմամբ բացառված է։ Ես այդ անձանց վերաբերյալ հարցին չեմ պատասխանի, Մայր Հայաստանը շատ վերջին 2-3 տարիներին բավականին ինքնաբավ կուսակցություն է, Անդրանիկ Թևանյանն էլ 2023-ից արդեն մանդատը վայր է դրել, հետևաբար ես չեմ կարծում, որ Մայր Հայաստանի մասով այդ խոսակցությունները շատ adekvat են, առանձին գործիչների ցուցակում ընդգրկվելու հարց էլ չի քննարկվել։ Այդ ձեր ասած անձերի մասով չի քննարկվել, առայժմ հստակ է, որ այս նախաձեռնությանը միացել են Մայր Հայաստան ու դեմոկրատական այլընտրանքը, ընդ որում կրկնում եմ, Մայր Հայաստանի առաջնորդ Անդրանիկ Թևանյան դերևս 2 տարի առաջ, թե 3 տարի առաջ Հայաստան խմբակցությունից ինստիտուցիոնալ առումով տարանջատվել է մանդատը վայր դնելով։ Եվ ես այնքան էլ ճիշտ չեմ համարում, հիմա գիտեք ինչ կա Հայաստան խմբակցության կամ Քոչարյանի թիմի քաղաքականության պատասխանատու համարել պարոն Թևանյանին, մանավանդ ինքս բարիշ պատասխաններ տվել է եւ ես կարծում եմ հասարակության զգալի մասին այդ պատասխանները բավարարում են։ Եվ պարոն Սուրենյանց, տեսեք, այսպիսի իշխանությունը այսպիսի մտքեր էլ է հնչեցնում, ասում են պարոն Ծառուկյանը Բելարուսամետ է, ըստ էության հաշվի առնելով։ Ինչա նշանակում Բելարուսամետը։ Դե դա գուցե իրենց հարցն է, ըստ էության երևի նկատի ունենային, որ
Լուկաշենկոյի հետ ջերմ հարաբերություններ ունի, իրավապահներից հիմա նրա տղան Գիտեք, ապաստանել է ամբողջ հասարակությունը Բելարուսում։ իրանց մասին ասում է, որ թուրքամետ, ադրբեջանամետ են, ընդ որում շատ կոնկրետ օրինակներ մատնանշելով, Ձեր հակադարձումը դա է, որ իրանք էլ ես նման թուրքամետ գնահատականներ չեմ ընդհանրապես սիրում, իրանց մասով էլ չեմ սիրում նման գնահատականներ հնչեցնել, բայց եթե իրանց պարագայում ակնհայտորեն իրանք իրականացնում են մի հատ օրակարգ, որը շատ նման է Բաքվի ցանկություններին, կրկնում եմ, շատ նման է, պնդում չեմ անում, որևէ օրինակ չեն կարող իրանք նշել, որ Բելարուսի նախագահի որևէ ցանկություն քաղաքական վարկագիծ է դարձել Գագիկ Ծառուկյանի համար։ Հետևաբար այդ շատ անտեղի, այսինքն մարդկանց գործնական հարաբերությունները կարելի է տրանսֆորմացնել նման գնահատական տալու համար։ Ես ընդհանրապես դա չեմ ընդունում։ Իրենք էլ շատ երկրների առաջին դեմքերի կամ պետական գործիչների հետ ունեն գործնական հարաբերություններ, բայց ինձ թույլ չեմ տա օրինակ ասել, որ իրենք Վենսի դրածոն են կամ ինչ-որ մեկի խաղն են տանում, ասում եմ, մի բան, որ ես նկատել եմ, կարող եմ ասել, որ այն խոսույթը, որ հնչեցնում է Իլհամ Ալիևը շատ հաճախ քաղաքականություն է դառնում Հայաստանում, բայց նույնիսկ այդ պարագայում ես ասում եմ ադրբեջանական քաղաքականության ու Փաշինյանի թիմի քաղաքականության կապի մասին դատողություններ կարող ենք անել, եթե այդ հարցով օրինակ ինչ-որ ժամանակ քննություն տեղի ունենա, տեսնենք այդ համակարգները ինչու է այդքան հաճախակի։ Այսինքն պնդում անել չեմ կարող։ Պարոն Սուրենյան, առաջարկ Հայաստանին ծրագրում կարդալու ենք ռուս սահմանապաներին հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանից հանելու գործընթաց սկսելու մասին։ Ոչ չեք կարդալու նման արկածախնդիր բաներ առաջարկ Հայաստանի ծրագրում հաստատապես ծրագիրը դերևս ամբողջացած չի, բայց ես վստահ ասում եմ, որ նման արկածախնդիր պնդումներ կամ թեզեր կամ ձևակերպումներ, ինչպես կուզեք, առաջարկ Հայաստանինի ծրագրում չեք կարող հանդիպել։ 102-րդ ռազմաբազան հանելու գործընթաց սկսելու մասին լինելու է, թե ոչ։ Ոչ, չի լինելու, որովհետև շատ հստակ է, չէ՞, այդտեղ գործիչներ են հավաքված ու մարդիկ, որոնք արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխությանը դեմ են։ Թրամփի ուղին շարունակելու մասին լինելու է գրած, թե դուք կոկարծիքով մենք այնքան անլուրջ մարդիկ ենք կամ ուժ ենք, որ Հայաստանի միջազգային պարտավորությունից պիտի հրաժարվենք, թե նոյեմբերի 9-ը, թե թրիփը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններ են։ նոյեմբերի 9-ը դել կենսունակ չի։ Կապ չունի, չեղարկված փաստաթուղթ է։ Ահա։ Եվ Տեղարկել թե նոյեմբերի ոչ։ ոչ նոյեմբերի 9-ը, ոչ թրիփը։ Բայց դրանով FSB-ն պետք է գա կանգնի նոյեմբերի 9-ը։ Մի րոպե, մի կենտրոնացեք մի կետի վրա, դա համալիր փաստաթուղթ է։ Որևէ միջազգային պարտավորություն Այսինքն դուք Հայաստանում։ կարծում եք Արցախի հետ կապված կետերը դեռ կենսունակ են։ Ես չեմ կարծում նման բան, ոչ էլ մենք նման պնդումներ Դե բա ենք անում։ մնացել է մի նոյեմբերի 9-ը։ Մի րոպե, բայց հիմա նոյեմբերի 9-ը չենք գնահատում։ Ես ասում եմ Հայաստանի ստանձնած որևէ պարտավորություն, այդ թվում թրիփը մեր կողմից չի վերանայվելու, մենք փորձելու ենք ցանկացած պարտավորություն, որ ստանձնել է Հայաստանը, եւ նույնիսկ այդ պարտավորությունը, եթե վատնա Հայաստանի համար, միևնույնն է ցանկացած փաստաթղթում, այդ թվում թրիփին վերաբերող փաստաթղթերում փորձելու ենք գտնել հնարավորություններ Հայաստանի դիրքեր ուժեղացնելու համար։ Մոռացեք, որ մեր քաղաքական կոնսոլիդացիան կարող է գնալ աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի հետ արկածախնդիր առճակատման։ Այդ թվում Միացյալ Նահանգներին, որին նույնպես համարում ենք արժեքավոր գործընկեր։ Պարոն Սուրենյան, առաջարկ Հայաստանին ծրագրում կարդալու ենք Եմենի հետ հարաբերությունները խորացնելու, միության անդամ դառնալու մասին օրենքը աշխատեցնելու եք, գնալու եք դեպի ԵՄ, թե ոչ։ Դա լրիվ անիմաստ օրենք, հա։ Աստեղ էլի իմ անձնական կարծիք ասեմ, որովհետև կոնկրետ այդ հարցը չի քննարկվել, դա լուսանցքային հարց է նույնիսկ ես ձեզ կարող եմ ասել, գուցե դրա համար էլ չենք քննարկել։ Գիտեք, դա ընդհանրապես անիմաստ մի օրենք, հա, որը նույնիսկ իշխանության կողմից չի կատարվում։ Իրանք այդ օրենքը ընդունել են, բայց նույնիսկ իրանք այդ օրենքը չեն կատարում։ Որտեղ ոչ մի գործնական կայք, ձեր ուժի դիրքորոշումը։ իմ կարծիքը չի, ես վստահ ասում եմ չի կատարվում։
Լավ, Հակառակ պարագայում դուք որպես լրագրող կամ տվեք ես հարցերը ձեր տամ, հետ պարոն Սուրենյանց։ ես ասում եմ դա լրիվ անիմաստ մի Հասկացա, դա օրենքի հասկացա։ նախագիծ է։ Ռուսաստան Բելարուսի հետ միութենական պետության մաս դառնալու մասին գրված լինելու է այդ օրենքում, թե Ոչ, 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 ա- ոչ, պատերազմով ջերմուկի տարածքները ազատագրելու եք, թե ոչ։ ոչ։ Արցախը հետ բերելու եք, Դրա թե ոչ։ համար կա էֆեկտիվ Պարոն Սուրենյանց, դիվանագիտություն։ Արցախը հետ բերելու եք, թե ոչ, կկարտանք այդ մասին։ Գիտեք, ոչ մի ոչ իրական խոստում ծրագրում չի լինելու։ Հիմա Այս Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էլ այդ ամեն ինչին ասում են ոչ։ եթե դուք տարբերությունը չեք հասկացել, ես հիմա 2 րոպեում կբացատրեմ։ Բացատրեք։ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում պերմանենտ զիջումների քաղաքականությունը շարունակվում է, չեն ընդհատվում։ Ինքը պատրաստ է քննարկման առարկա դարձնել եւ սահմանադրության փոփոխության հարցը, եւ Արևմտյան Ադրբեջանի այդ վերադարձի, այսինքն փախստականների հարցը, եւ անկլավների վերադարձի հարցը։ Մենք ասում ենք, այս միակողմանի զիջումների պերմանենտ շղթան կանգ պիտի առնի։ Եվ ի վերջո լավ բացատրություն չէր, որ Նիկոլ Փաշինյանն էլ է այդ ասում, որտեղ այս ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք է։ Հիմա որևէ եկող իշխանություն, դա կլինենք մենք, թե ուրիշը, այս քաղաքականությունը մեզ չի գերով, այս խաղաղության պախարակելի մոդելը մեզ չի գերով վերանայելու խնդիր պիտի լուծի, բայց դա պիտի անենք առանց արկածախնդրության, առանց ոչ առանց այսինքն միայն իրական խնդիրներ հետապնդելով։ Պարզապես ես այս փորձեցի առանձնացնել մեր երկրի շուրջ ծառացած կարևոր խնդիրները եւ նախագծերը եւ ըստ էության չի տարբերվում, պարոն Սուրենյանց, ձեր մոտեցումը առաջարկ Ոնց չի տարբերվում։ տեսեք, Այսինքն ինչ պիտի ասեմ։ ես ասեմ, թրիպից չեք հրաժարվում, ինչը համարում են վատ։ Ռուս սահմանապաներին չեք հանում, ինչպես Նիկոլ Դուք Փաշինյանը։ գիտեք մոտավորապես ինչ տրամաբանություն եք 2/3 զարգացնում։ ռազմաբազան մնում է։ ԵՄ-ի հետ Դուք գիտեք նախ հայ-ռուսական հարաբերությունների մասին Նիկոլ մեր Փաշինյանն էլ է պատկերացումները։ ասում խաղաղ ճանապարհով կփորձեմ ինչը անիրատեսական է տարածքը։ Ինքը նման բան չի ասում շատ վաղուց։ Ինքը շատ լավ գիտի, որ իր բանակցությունների արդյունքում դրանք չեն Ձեր վերադառնալու։ բանակցություններով դուրս կգան ադրբեջանցիները։ Գիտեք, հիմա ես ձեզ ուղակի մի բան ասեմ, հստակ մի բան ասեմ, որպեսզի թյուրիմացություն չլինի։ Նիկոլ Փաշինյանը այդ ուղղությամբ ընդհանրապես բանակցություններ չի վարում, հարգելի Նարեկ։ Դա պարզ է։ Պարոն Ծառուկյանի բանակցություններով դուրս կգան։ Իհարկե, մենք ամեն ինչ անելու ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Սա մեկ։ Երկրորդը դուք նա շատ վտանգավոր ու ոչ ադեկվատ միտք արտահայտեցիք։ Գիտեք, անդադ իշխանությունը իր սխալ քաղաքականությամբ անշրջելիության կետերը շատացնում է, անշրջելիության կետերը։ Դուք ընդդիմությանը հավասար պատասխանատվության տակ դնում եք, ասում եք, բա դուք էլ եք ասում թրիպից չեք հրաժարվելու։ Իսկ ինչ շատ դուր կգա ձեզ, որ շատ արկածախնդիր պատասխան տայ, ասայի թրիպից հրաժարվելու ենք։ Նիկոլ Փաշինյանի անչակատումը գերտերություններից մի րոպե։ Թրիպը լավ է թե վատ։ Թրիպը այս տեսքով բացարձակապես լավը չի։ Բայց առայժմ անշրջելիության մի րոպե Նարեկ ջան, առայժմ անշրջելիության կետի թրիպի հարցում չենք ասել։ Առայժմ Միացյալ Նահանգների հետ բանակցելու տեղ կա, թրիպի հայկական կողմի համար հնարավորությունները թրիպի շրջանակներում մեծացնելու համար առայժմ կա։ Օրինակ 2026 թվականի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունից հետո գուցե այդ հնարավորությունը այլևս չլինի։ Նույն ձևի 2021-ին Արցախը հայկական պահելու ինչ-որ հնարավորություն կար։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո այդ հնարավորությունը վերացավ։ Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը մեզ հասցրել է մի հատ կետի, որ այս իշխանության շարունակականությունը անշրջելիության կետերը բազմաթիվ հարցերում ամրագրում է եւ հետո որևէ նոր իշխանության համար շատ դժվար է ու բարդ է լինելու ելման կետերին վերադառնալը։
Եվ վերջում, պարոն Սուրենյանց, դուք ձեզ, եթե իշխանության գաք, որտեղ եք պատկերացնում, որ ոլորտում, որ պաշտոնում մտածել եք արդեն։ Գիտեք, ես այնուամենայնիվ կգանք իշխանության, թե կլինենք խորհրդարանական ընդդիմություն, ես չգիտեմ, ելի եմ կրկնում, դա էլեկտորալ պատկերից հետո պարզ կլինի։ Ես գոնե առաջիկա տարիներին ինձ պատկերացնում եմ падգամավորի կարգավիճակում։ Այսինքն ինձ ավելի հոգեհարազատ է որպես քաղաքական գործիչ պարլամենտական գործունեությունը։ Շնորհակալություն, պարոն Սուրենյանց, հարցազրույցը։ Ես էլ եմ շնորհակալ։